Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ Ղուկասյան, գերաշնորհ Սրբազան հայր, հարգարժան գեներալներ, սպաներ, զինծառայողներ, հարգելի հյուրեր, տիկնակ եւ պարոնայք։ 25 տարի առաջ սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը։ Կարևոր ու շրջադարձային իրադարձություն, որը նոր ու փառահեղ էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ։ Արցախի Հանրապետության կայացումը հայ ժողովրդի ընդհանուր ձեռքբերումն է, նրա մեծագույն հաղթանակներից մեկը։ Անկախության տարիների ընթացքում մենք կառուցել ենք ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն, միջազգային չափանիշներին եւ նորմերին տարին ու ոգուն համապատասխան։ Մեր ազատությունը մենք ձեռք ենք բերել չափազանց թանկ գնով։ Արցախի ժողովրդի արդար պահանջներին Ադրբեջանը արձագանքեց բռնություններով ու կոտորածներով։ Հակառակորդի կողմից մեզ պարտադրվեց դաժան ու արյունալի պատերազմ։ Թշնամին ուզում էր ցեղասպանության ենթարկել մեր ժողովրդին եւ զենքի ուժով վերջնականապես լուծել արցախյան հիմնախնդիրը։ Սակայն հայ ժողովրդի համախմբվածության, տոկունության ու սխրանքի շնորհիվ մենք տարանք փայլուն հաղթանակ եւ ձախողեցինք հակառակորդի նենգ ծրագրերը։ Հարաբերական խաղաղության հաստատումից հետո ազգովի ձեռնամուխ եղանք Արցախի վերականգնման ու շենացման գործին։ Սկսեցին զարգանալ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, հիմք դրվեց նոր ոլորտների, մասնավորապես լեռնահանքային արդյունաբերության, հիդրոէներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի համար, կերպարանափոխվեց մայրաքաղաք Ստեփանակերտը, նոր շունչ ստացավ հայոց բերդաքաղաք Շուշին, վերակառուցվեցին ավերված բնակավայրերը։ Ակտիվորեն սկսեց ընթանալ Արցախի միջազգային ճանաչման գործընթաց։ Այս բոլոր տարիների ընթացքում մեզ սատարում եւ միշտ մեր կողքին էին տարբեր երկրներից բազմաթիվ մեր բարեկամները։ Դա մարդասիրության, համամարտկային ու ժողովրդավարական արժեքների վրա հիմնված անշահախնդիր բարեկամության դրսևորում է։ Արցախի ժողովուրդը խորապես երախտապարտ է իր բոլոր բարեկամներին եւ բարձր է գնահատում նրանց ավանդը մեր անկախ պետականության կայացման ու զարգացման գործում։ Հարգելի ներկաներ, իհարկե ձեռքբերումների հետ մեկտեղ կան կարևորագույն խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է ուժերի համախմբում եւ միասնական ու հետեւողական աշխատանք։ Այսուհետ էլ հատուկ ուշադրություն կդարձվի մեր երկրի պաշտպանունակության շարունակական ամրապնդմանը, զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։ Հակառակորդը չի հրաժարվել իր ռևանշիստական ծրագրերից եւ շարունակում է իրականացնել հանցավոր ու ռազմատենչ քաղաքականություն, ինչը մեկ անգամ եւս դրսևորվեց սույն թվականի ապրիլին։ Ակնհայտ է, որ ագրեսորը հասկանում է միայն ուժի լեզուն։ Հետևաբար, ինչքան ուժեղ լինի մեր բանակը, այնքան ավելի խաղաղ է լինելու իրավիճակը տարածաշրջանում։ Թշնամին միշտ պետք է իմանա, որ զենքի միջոցով հակամարտության լուծման իր կողմից ձեռնարկված ցանկացած փորձ կստանա համարժեք պատասխան, նա կկրի նյութական, մարդկային եւ բարոյական մեծ կորուստներ։ Մենք ամենայն վճռականությամբ պաշտպանելու ենք մեր իրավունքներն ու արժանապատվությունը, շարունակելու ենք ամեն ինչ անել մեր երկրի անվտանգության համակարգը հետևողականորեն ամրապնդելու ուղղությամբ։ Դրա վառ ապացույցն է ապրիլյան պատերազմի օրերին մեր ժողովրդի ցուցաբերած անօրինակ համախմբվածությունը եւ թշնամու բլիցկրիգի ծրագրի ձախողումը։ Սխրանքով ու հերոսությամբ այդ օրերին հատկապես աչքի ընկան մեր երիտասարդները, անկախության սերունդը, ովքեր ծնվել եւ դաստիարակվել են մեր երկու հայկական հանրապետություններում։ Սահմանին կանգնած 18-20 տարեկան մեր զինվորները իրենց վրա վերցրին թշնամու առաջին հարվածները եւ պատվով կատարեցին հայրենիքի հանդեպ իրենց պարտքը, ապացուցելով, որ ավակ սերնդի արժանի հետնորդներն են եւ որ հայրենիքի ապագան
հուսալի ձեռքերում է։ Փառք ու պատիվ մեր երիտասարդներին։ Փառք ու պատիվ մեր բոլոր այն հերոսներին, նրանց, ովքեր այսօր կանգնած են խրամատներում եւ հսկում են մեր երկրի անդորը։ Փառք մեր բոլոր նահատակներին։ Նրանք հավերժ կմնան մեր սրտերում եւ հիշողության մեջ։ Մենք պարտավոր ենք կյանքի կոչել մեր զոհված ընկերների երազանքները, իսկ այդ երազանքներից ամենակարևորը ազատ, անկախ եւ հզոր հայրենիքն է։ Արցախի հանրապետության անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են եւ ենթակա չեն շահարկումների եւ սակարկության։ Մեզ համար չկա վերադարձ անցյալին։ Յուրաքանչյուր նման փորձ հղի է անկանխատեսելի հետևանքներով եւ դատապարտված է ձախողման։ Մենք նայում ենք միայն դեպի ապագան, որը մեր ժողովրդի համար լինելու է անպայման պայծառ ու լուսավոր։